դարձիր Միա Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր, որ երկինս ես սուրբ եղիցի անուն քո, եկես է արքայություն քո, եղիցին կամք քո, որպես երկինս և երկրի, ըսած մեր հանապազոր տուր մեզ այսօր, և թող մեզ պարտիս մեր, որպես և մենք թողունք մեր օծ պարտապանած, և մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյաց մեզի չարեն, Զիքոյ արքայություն և զորություն և փառք հավիտյանս ամեն, և ևս խաղաղությանս Տեր աղաչեսու գնկալկեցո և ողորմյա, օրհնություն և փառք որ և որդու և ոգվի սրբո, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն, Ալելույա, ալելույա, օրհնես և սրբես յաղս այս անվան փոր, և որդու և ոգվի սրբո, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն, Ալելույա, ալելույա, օրհնես և սրբես յաղս այս անվան փոր, և որդու և ոգվի սրբո, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն, Ալելույա, ալելույա, օրհնես և սրբես յաղս այս անվան փոր, և որդվո և հոգվի սրբո, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն, պահպանիչ և հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպանյա և որդյա, մատաղ մատուցովս, այլև գյուղընկո, ընկովանյա սուրբ և պատվական խաչի քոյի խաղաղության, փրկյա, ազատյա, հերևելի և աներևույթ թշնամյաց, արժանավորյա, գոհության, փառավորելս քեզ ընդ որդվո և ընդ սրբո հոգվի, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Աղ օրհնեցին ժողովուրդ, որ մատաղը օրհնվի, կենդանին օրհնվի և մեր գյուղի խաղաղություն և հարգավաճում բերի որ կարողանանք մյուս տարի նորից նույն այսքան մարդով առանց կորուստների շարունակենք մտել Çaylıya çıkalım. Mikrofonu gösterir misin? Ne diyorsun? Բոլորիս այսօրվա տոնական օրը սկսենք աղոթքով, սկսենք եկեղեցուց, որ Տերը մեզ իր օրհնություններից անպակաս պահի։ Հիմա պիտի խնդրեմ, որ ոտքի կանգնենք, հայր մեր աղոթքով սկսենք։ Լավ, ինձ հետ միասին ձեր մտքում, ձեր խնդրանքները Աստծուն բարձրացնենք, որովհետև այսօր առավել ևս Աստված պիտի մեր բոլորի ձայնը լսի։ Լավ, օրհնյա Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, հայր մեր, որ երկինս ես սուրբ եղիցի անուն քո, եկես է արքայություն քո, եղիցին կամք քո, որպես երկինս և երկրի, ըսած մեր հանապազոր տուր մեզ այսօր, և թող մեզ վարդիս մեր, որպես և մենք թողունք մեր օծ պարտապանած, և մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյաց մեզի չարեն, Զիքոյ արքայություն և զորություն և փառք հավիտյանս ամեն, օրհնյալ Հայր Սուրբ Աստված ճշմարիտ ամեն, ողորմյա ինձ Աստվածս մեծի ողորմությանքումս, բազուկտությանքում, քավյազանորենությունս առավել նվազիս ամենութենեի մե և իմ եղածի մոցուր մանազես, հարկոր և որդվո և որդվի սրբո, այժմ և
միշտ և ավիտյան սավիտենից ամեն։ Ամենայն ժամու աղաչանքի վայսը մի մեղացի ոսուր պարազիստեր և օտարեն պահյաս ծառայսքո մարդասերտեր և ևս խաղությանս դեր աղաչեսուր կնկարգեցո և ողորմյա որդություն և պարքոր և որդվո և որդվույն սրպո այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն վասնի վանդած և ամենայն վշտացելով ծաղաչեսու կսպրկիչը մեր Քրիստոս Զիսան դարձար սնդաս է սեմեցի ողորմության յուրում և բժշկես է աղրս և նիվանդությունս հորքոց և անոց ծառայությունոց և կատարյալ առողջության պաստուսես ամենեսյանի մշտնջետավոր և անապյանց որ արակեցավ իմ որեի բժշկություն ազգի մարդկան միածին որդին աստուծո դեր մեր և կրկիչ Իսուս Քրիստոս կեցո է ողորմյա դեր ողորմյա դեր ողորմյա դեր ողորմյա Արապյաց հավս և բժշկյա հիվանդությունը սի ժողովրդենենք ու մեր վերաստասում է, նշանավ ամենահարդ խաչինքով, որով բացեր դեկարություն ազգի մարդկան և դատապարտեց էր թշնամին կենաց և կրկության վերով։ Դու ես կյանք մեր և կրկություն, բարերար և ազումողոր մասված, որ միայն կարող ես կողունս մեղս և մեջեր արտս և հիվանդությունս ի մեջ հողում հայտնի են պետք կարյաց մերոս։ Պարքևիչս բարյաս, պարքևյա արար ողորմություն, որ ի վերը արարատոց որտս յուրական ճոպիտոյից, որոց անապաս հարավորյալ հովի ամենասուս երորդությունը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Իշյավերս մաշկոնյայս կոս ծնոսը մեզ վարտավետս են բայրս ընկերս կերավիչս ուրկաղոս, ժանավարորդս ակուցիչս վաստակավորս ոսկովամորս ապաշարովս ըզգերիս, Սիմանդս ներգավս իշխանս շարարարս բարերարս նշնամից ատերիս և որ պատվիրեցին մեզ հավատում, իշյավեր և ողորմյա բարերար և ազումողոր մասված, վարմորած իքությամըտ և ամբաղ մարդասիրությամըտ, իշյազ ամենայն հավատացյալ սիքեզ և ողորմյա ամենեցում, ողմյա և քրկյա յուրականչուր վտագից և իքնործությանց, արժանավորյալ ողքյամ հարավորելս կեզն որդվելս են ողորքույն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Նստեք ժողովուրդ։ Ժողովուրդ ջան, մենք միասին աղոտ բարձրացրեցինք մեզ համար, մեր ջուրի համար, որտերը իր օրդությունները անպակասանի, մեզանից, մեր որ գյուղից, բոլոր կորպեցիներից, ովքեր որ գյուղում են, ովքեր որ գյուղից հեռու են, վստահ եմ, որ այսօր իրենց մտքով, սրտով և իրենց աղոթներում առավել ևս մեր գյուղի հետև մեզ հետև։ Ինչպես գիտեք, սիրելիներ, մեր համագյուղացիները միշտ մեր բոլորի կողքին են, բայց մեր սուրբ եկեղեցու ավանդության համաձայն մեր եկեղեցում ամեն տարի ընտրվում են խաչքավորներ, եւ օրը եւ Սուրբ Ստեփանոս եկեղեցին յուրահատուկ է, որ ամեն տարի երկու խաչքավոր են ունեն։ Եվ ոչ տարվա ընթացքին մեր սիրելի խաչքավորները մեր կողքին են, եկեղեցու կողքին են եւ ձեր կողքին են։ Եվ տարվա ընթացքին այն ամեն ինչը, որ մենք եկեղեցում օրհնում ենք, ինչը որ բաժանում ենք ձեզ, մեր սիրելի խաչքավորների արդար եւ ազնիվ հաստակից է եւ իրենց միջոցով է, որ մենք կարողանում ենք եկեղեցու տոներին հաղորդակից լինել։ Մենք գիտենք, որ այս անցնող 2025 թվականին մեր խաչքավորներն են Միրանը եւ Վաչագանը։ Իրենց թող Աստված օրհնի, որ այս ամբողջ տարին մեզ հետ եղան եւ իրենց արդար հաստակից բաժին հանեցին նաեւ մեր ողջ գյուղին։ Եվ այն խաղողը կլինի, հապիկ կլինի, այն ռեհանը կլինի, որը որ մենք օրհնում ենք եւ բաժանում ենք ձեզ, իրենք են նրանց հեղինակները, այսպես ասեմ, եւ վստահ եմ, որ Աստված առավել ևս պիտի իրենց վաստակը կրկնապատկի, որ իրենք իրենց ունեցածից բաժին են հանում մեր բոլորի համար։ Եվ նաեւ այս տարվա մեր խաչքավորներն են լինելու Սարգիս Անանիկյանը եւ Իսահակ Համիկյանը։ Թող Աստված իրենց առողջ պահի, ձեզ առողջ պահի, որ կարողանաք այս տարվա ընթացքին, ինչպես նախորդ տարիների խաղողները դուք մեր կողքին լինեք եւ մեզ երբեք հերու չպահեք Աստծո այն օգնություններից, որը որ նաեւ
ձեր արարքը վաստակի միջոցով պիտի լինի այս եկեղեցու մեջ, Սուրբ Ստեփանոս եկեղեցու մեջ, որ կարողանանք այս տարի ևս հաղորդակից լինել մեր եկեղեցական տոների ողջ օրենքին։ Եվ մեկ բան, սիրելիներ, ուզում եմ, որ մեզ համար հստակ լինի։ Դուք անձնապես գիտեք եւ մեր շրջանում էլ շատ գյուղեր գիտեք, որ զրկված են եկեղեցի ունենալու հնարավորությունից։ Իմ խնդրանքն է ձեզ, որ այս տարի առավել ևս հաճախ գաք եկեղեցի։ Գիտեք, որ նաեւ մեր խաչքավորների միջոցով ես շաբաթը մեկ այստեղ եմ լինում։ Շատ գյուղեր չունեն այդ հնարավորությունը, ժողովուրդ ջան։ Թող Աստված օրհնի բոլոր այն մարդկանց, ովքեր որ միշտ եկեղեցում են, բայց ուզում եմ, որ ինչպես որ այս մեծ տոնական օրերին է եկեղեցի բազմամարդ, այդպես լինի նաև գոնե կեսը, լինի մեր շաբաթական հանդիպումների ժամանակ, որովհետև գիտեք, որ եկեղեցին նաև ջերմացում է, դա էլ է առավելություն, դա էլ է հնարավորություն Աստծո կողմից ձեզ տրված, որ ձմռան ցուրտ օրերին մենք Աստծո խոսքի պակասը չզգանք, որ ձմռան այն օրերի մեջ միշտ Աստծո խոսքը լսենք եւ Աստծո օրհնությանը արժանանանք։ Իմ խնդրանքն է, որ այս տարի առավել եւս ոգեվորության գանք, ինչպես որ ոգեվորված եկել եք այս անցնող տարին, 26 թվականը առավել ոգեվորություն լինի ձեր մեջ, որ Տերը ձեզ օրհնի, ձեր աշխատանքը օրհնի, ձեզ առողջ պահի, որ կարողանաք ձեր կյանքը շարունակել Աստծո օրհնության մեջ, որովհետև առանց Աստծո օրհնության եւ առանց Աստծո ներկայության մեր կյանքը կընթանա, բայց դի կլինի փորձություններով, որովհետև մեր կյանքը նման է այն նավին, որ դուրս է գալիս ծով նավարկության։ Եթե ուզում ենք, որ այդ նավը խաղաղ հասնի նավահանգստին, փոթորիկներ չլինեն, ջրհեղեղներ չլինեն, անձրևներ չլինեն, ուրեմն հաճախ պիտի հիշենք Աստծուն, հաճախ պիտի Աստծո անունը տանք։ Ոչ միայն մեր կյանքի դժվարին օրերի մեջ, դժվարին վայրկյանների մեջ, այլ նաև մեր կյանքի ուրախ եւ լի օրերի մեջ։ Շնորհակալ լինենք Աստծուն, փառք տանք Աստծուն, որ իմ կյանքում շատ երջանիկ օրեր ունենք։ Եվ նաև իմ խնդրանքն է ձեզ, որ մեր խաչքավորների գլխավորությամբ ձեր աղոթքներում միշտ հիշեք ձեր գյուղի բոլոր բարերարներին, ովքեր որ իրենց միջոցներից հատկացրել են այս հիասքանչ եկեղեցի ունենալու համար։ Եվ մեզ համար մեծ պատիվ է, որ մենք ունենք այսպիսի շքեղ եկեղեցի, հիասքանչ եկեղեցի։ Իրենց նույնպես հիշեք ձեր աղոթքների մեջ։ Հիշեք, որ առողջ լինեն եւ իրենց գործերը հաջողվում են, ժողովուրդ ջան, որովհետեւ մարդկանց միջոցով է, որ Աստծո խոսքը քարոզվում է։ Մարդկանց միջոցով է, որ Աստծո մարդիկ ճանաչում են։ Ես միշտ ձեզ ասել եմ, ես ուզում եք ամեն օր գամ ես եկեղեցի բացեմ, իմ աղոթքը, իմ ժամերությունն է, իմ պատարակն անեմ։ Եթե մենակ լինեմ, սա սովորական եկեղեցի կդառնա, սովորական շենք, քարեղեն, կառույց կդառնա, բայց այս անշուչ քարերին դուք եք այս ներկա ողջ մարդիկ գտեք, որ շունչ եւ կենդանություն եք պարգևում եւ Աստծուն բնակեցնում եք իր սուրբ տան մեջ։ Մեր խաչքավորների գլխավորությամբ ձեր աղոթքների մեջ նույնպես հիշեք բոլոր բարերարներին եւ այն մարդկանց, ովքեր որ եկեղեցի են կառուցում, ովքեր եկեղեցի են վերակառուցում եւ վերանորոգում։ Թող Աստված օրհնի բոլորիս, ժողովուրդ ջան, անփորձանք պահի, ամենակարևորը առողջ պահի, խաղաղ պահի ողջ աշխարհը եւ իմաստավորի մեր Օրգյուղը եւ Վրաստան աշխարհը, որ Աստծո օրհնությունը երբեք չպակասի, այլ ընդհակառակը առատանա, ավելանա եւ մենք այդ օրհնությունը զգանք մեր անձերի վրա, մեր ընտանիքների, մեր զավակների եւ մեր ողջ աշխարհի վրա։ Թող Տիրոջ սերը, շնորհը, խաղաղություն լինեն մեզ հետ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Հիմա ժողովուրդ, պիտի խնդրեմ, որ դուրս գան, որովհետեւ մեր գյուղի բարիքումը փոքրիկ միջոցառում ունի կազմակերպած։ Մասնակցենք այդ միջոցառմանը եւ 3:30-4-ը հանդիպենք մեր գյուղի հարստետանը, որպեսզի այն գարները, որը որ որդվում են իբրև մատաղ, իբրև ողորմություն միասին կարողանանք ճաշակել եւ մեր գյուղի օրը միասին ապրենք ժողովուրդ, որ Աստված օրհնի պահի պատմություն։ Շնորհակալ եմ, Տեր Աստծո, շնորհակալ եմ։ Բարի առավոտ սիրելի հայրենագիստներ, մեծարգո հյուրեր, այսօրվա այս հանդիսությունը կապված է Կորխի վերածննդի 3-րդ տարեդարձի առթիվ։ Այդ առիթով այստեղ է Կորխի բարախումբը Ֆլորա Մագարյանի մեր տաղանդաշատ, վաստակաշատ այս տստեր խմբի ղեկավարությամբ
հարգելիներս, այս շորերը գեղեցիկ այս հանդերձանքը նվիրել են մեր բարախմբին մի Գորխբիր Դաբրա դղաները, որոնք վարում են Գորխբիր Դաբրա համույթը, մեր սայթը, նրանք են նվիրել այս գեղեցիկ շորերը, այդ կապակցությամբ մեր ֆլորան ուզում է անձամբ իր շնորհակալությունը հայտնի մեր բարեարներին։ Շատ շնորհակալ եմ ձեզանից, թող շարունակական լինի ձեր աջակցությունը Գորխմբին եւ այս փոքրիկ ուշադրությունը ծնողների կողմից ձեզ կօգտվեք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն եւ մենք սկսում ենք մեր հանդիսությունը, Ժողովուրդ ջան, եկեք մի հատ բարձր ծափահարենք մեր բարախմբին, բարուսուցին եւ մեզ բոլորիս։ Խնդրեմ։ Ջավախետի մերներում բազմել է հպան, պապենական նրախին կորքը հարազատ, ուգարերով հնշում էին կորքի կոչարին, սերոներ են նարժարի, բիրդու կաջարի, կորքի կանուրջը անսանդում վերադարանում, հայրերի հուղուջերի կանուդարանում, զուգի տակի աղբյուրը ջինջու գարգաչում, ամեն օր կորքացում, քեֆիր կանչում, իշտանուշ է կորքացում, սուրբ համու հասավ, վարվարդու համար նրա բանդորը մացել, լսեի խմեի կորքացում, հավար կենացավ, օրներիրի ամեն կորոս հավացավ, իշտանուշ է կորքացում, սուրբ համու հասավ, վարվարդու համար նրա բանդորը մացել, լսեի խմեի կորքացում, հավար կենացավ, օրներիրի ամեն կորոս հավացավ, Սրտիս մեջ ես ամեն ժամ յուղիմ աննման, ոչ մի տեղ չեմ տեսել հրաշ քեզ նման, քարի դուստան հայտնի է աշխարհից աշխարհ, նրա մեծ անունը հնչին դարեդար, որդիները դուր լինեն քո գիրկը կգամ, Սուրբ Ստեփանոսը լինի նրանց պահապան,
Դու ծանոթ ես աշնակ գյուղին, ուր սիրանն է հասնում գյուղին, ուր կտրին չիրն է կաղցրանում, ուր հոտը սարն է բարձրանում, ուր փեշի դագարագածի, տան գտուրին նստացածի, ձայն են տալիս իրար հերթով, ու գյուղամեջ գալիս խմբով, աղջիկները կարմիր հագած, տղաները փուշիկաբաց, երբ զուրնանից ձայնը սլում, տապիբերնից խոսքը խլնում աշնակ գյուղից հյուր է կանչում, Շղարշիգին ու ահաղջուր, գատնախբյուրին, դավնաշենին, իրինդին ու սասնաշենին, թե հերիք է, հնձեք, վարեք, եգեք սասնա, բարը բարեք, հարգելիներս հիմա մեր երեխեքը բարելու են մեր համույթը, քոչարի, շատ պասիվ եք, դեպի բոլորս են տարածքում են մեծ ազատ տարածքում, նա քոչարի են բռնում ու բոլորս միասին գորխի խլոտ քոչարի են բարում, բոլոր շարվեք, սկսեք, խտրեմ երաշներ ջան, Yes,
դարձիր
մեր Գորխի հանդիսությունների տանը տեղի է ունենալու Գորխի վերածննդի 3 ամյակի կապակցությամբ հանդիսավոր ճաշկերույթ։ Մեր բարեարները, մեր քավորները այսօրվա բոլորիդ հրավիրում են Գորխի հանդիսությունների դու հանդիսավոր ճաշկերույթի մասնակցելու համար, հարգելիներս։ Սպասում ենք բոլորիդ մեծ սիրով, ճուշանակ ամենաուշ ժամը 4-ին մեր մարդու նման բոլորդ լինեք մեր հանդիսությունների տանը։ Շնորհակալություն ուշադրության համար։